կարծելով հանդերձ, որ երբեք ժամանակի հետ չի տաղում, անցյալն էլ ներկա չի դարձնի։ Միևնույն է միշտ վերադառնում է այնտեղ, որտեղ երջանիկ է եղել։ Պապան արդեն 2 ամիս է գնացել է Ռուսաստան Ձյաձմոնթը։ Անգերս էլ չդիմացավ, Նորիկն էլ գնաց։ Այստեղ պապայի գործերը այդքան էլ լավ չեն։ Այնտեղից առաջարկ արեցին, նա գնաց։ Մի տեսակ դատարկություն զգացի աղջիկ ջան։ Ափսոս, շատ ափսոս, որ ընկերոջս էլ չեմ տեսնի։ Ձյաձմոնթը պապան մի քանի ամսից գալու է, կհանդիպեք։ Մի քանի ամսից ես ազատության մեջ չեմ լինի։ Կամ էլ այնտեղ հեռվում կլինեմ։ Ներս եկեք։ Պապին ու մաման էլ տանն են։ Երկար ճանապարհ եք անցել։ Հաց կուտեք, կհանգստանաք։ Չեմ ուզում բալես, շնորհակալություն։ Ինձ մի բան է հետաքրքիր։ Դու իմ ադանեին ես կողմերում չես տեսել, չես հանդիպել։ Սիրտս ինձ հուշում է, որ երեխս տեղ է, որ ինքն էլ այկել մեր երանելի օրերի հետևից։ Հանդը բնականաբար բաժանորդը պտի գովություն չունենար։ Պիտի պարզանես ինչ էր, ու ով է հետս խաղ խաղում։ Հայրդ ինձ չէր թողնում, որ գայ քեզ մոտ, բայց ես որպես մայր գիտեմ, եթե կողքիդ լինեմ, բոլորդ շատ կօգնեմ քեզ։ Ուզում ես ինձ օգնել։ Հա, իմ միակ նպատակը դա է։ Պապան ասաց, որ երախուս հետ ամեն ինչ կարգին է։ Հա, լավ է երեխեն։ Այսինքն հրաշք է տեղի ունեցել։ Ահա։ Դե որ հա մամա։ Ուրեմն երախուս բերեք։ Բերեք ինձ մոտ երախուս։ Կարմեսիտա ջան, կբերեն երեխուն։ Կտեսնես, հիվանդանոցից դուրս կգաս, կտեսնես երեխուն։ Չէ, ոչ մի հիվանդանոցից դուրս գալ։ Ես հենց հիմա եմ ուզում երախուս տեսնել։ Կարմեն ջան, պարտադիր է այդ մի մատ երեխուն բերեն հիվանդանոց։ Հա մամա, եթե ես ասում եմ, ուրեմն պարտադիր է։ Кармен, вот что это такое? Դու հիվանդ ես, թե երկչուհի։ Կարող եմ հիվանդ երկչուհի։ Մոլի սպասիր, հա։
Թող չսպասի մամա, թող դուրս կորի այստեղից։ Օ բոժե, աչքիս դու արդեն ասել ես երեխու համար։ Ինչ պիտի ասել մամա։ Դուրս գնա, հա։ Վայ, ոնց որ չէիր ասել, հա, սխալ բան խոսացի։ Մոնիկա ինչ փորձես դուրս անել մամա։ Ինչ են սրանք իզնից թաքցնում Մոնիկա։ Մոտարի ու ինձ պատմի ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Ես հենց հիմա կզանգեմ Վլադին, եթե դուք ինձ ճիշտը չասեք ինչ ա եղել երեխուս։ Ինչ ա եղել երեխուս։ Երեխես չկա ու դուք ինձ խաբում եք, հա։ Խաբում եք ինձ։ Մամա։ Լավ կլինի, որ ճիշտը ասենք։ Ես պիտի իմանամ ինչ ա եղել։ Մոնիկա խոսա։ Մամայից մի վախեցի, ասա ինչ ա եղել։ Իբր Մոնի գլխին խելք կա մի հատ էլ խոսա, հա։ Так, Կարմեն, դու ուժեղ կին ես ու կարծում եմ կդիմանաս նաև այս իսպիտանիային։ Հիմար մի խոսա դուրս գնա։ Դու դուրս գնա մամա։ Սյո սենց չի կարա շարունակվի։ Կարմեն, դու պիտի իմանաս, որ երեխեն չկա։ Ես կարծում եմ նա ինչ-որ մեկի մոտ է, ում լիքը փող ա պետք։ Եվ սա իրոք մեծ ուգրոզա է։ Ուղեղը տա ուգրոզա։ Բայց Կարմեն, Կարմեն, Կարմեն։ Գնա բժշկանչի, արագացրու։ հայ քեզ բան, ես կարծում եմ սա ուժեղ կին է։ Կարմեն, արագացրու ասում եմ, գնա։ Կարմեն ջան։ Ճշտեցի։ Լևի Ժանով ստեղը, հա։ Ստեղա, ու իրան լավ ազգում։ Երևի լևը թևա, տվեղ ուղարկել է։ Թող շատ չուրախանա։ Այդ թևերը կկոդրենք ու լևը չի կարա փրկի։ Երկրորդ անգամ ասպանության հոտվածով մտնում ստեղ, գիտի թե ինքը վերջն է։ Այդ վերջին կասես, որ գա մոտս։ Ինչքան շուտ, այնքան լավ։ Ուզում ես տենաս։ Դրա բերնի գոլն եմ ուզում տենամ։ Ճոգի։ Գնացիք ու գնացիք էլի տենց Մոնթե ջան։ Ոտքերս ջարդվեր Սևանից չգնայի։ Ինչ է Երևանում գործը դες վատեր։ Կյանք սավատ աղբերս, կյանք սավատ Երևանում։ Երբ մարդու կյանքը վատ է, մաղձավանջը աչքին էլ բան չի երևում։ Աղջիկդ ոնց է։ Հենց աղջկաս համարը, որ եկել եմ էլի։ Ուզում աստեղ ապրի։ Հիմիկվա աղջիկեք է քաղաք են ձգտում։ Բայց ոչ իմ ադանեն։ Ինքը այս վայրերը շատ է սիրում, այնքան շատ է սիրում, որ առանց ինձ ասելու հել է եկել է Սևան։ Եկել է, ես որ չեմ տեսել։ Չէ Մոնթե ջան, մենք քո աղջկան չենք տեսել, բայց շատ կուզենայինք գա, շատ ենք կարոտել։ Նա լավ երեխա էր, բարի, մարդամոտ։ Ինձ հուսախավ ես անում ադան, վստահ է, որ քեզ էստեղ եմ գտնելու, բայց բան դուրս չեկավ։ Դուրսա գալիս ալիքը չէր խապում, երեխեն իսկականից չկարա։ Պապ երեխեն հաստատ ապահով ձեռքերում է։ Վլա չտեսար, ուշքույրը տարավ, թող տանեն ստուգեն, տեսնեն երեխեն նորմալ է, թե չէ։ Ըստ քեզ ես ինչ էր նշանակում։ Ով կարա երեխուն տաներ։ Ու ինչ էր ուզում ընդհանրապես։ Ես իր կայլերից բան չհասկացա։ Եթե փողի համար տարած լինեին, փող կուզեին, բայց ասում ես… Փողի մասին ակնարկ չի էլ եղել։ Բայց եթե քո համարին հաղորդագրություն են ուղարկել, ուրեմն ես ճանաչում եմ, հատկապես քեզ։ Դե ըստ տրամաբանության պիտի ճանաչի, բայց ինքը գրել էր կստանաս երեխուն, համ էլ կճանաչես։ Երեխուն ստացար, իրան չճանաչեցիր։ Փախել էր, չէր մնացել, որ ճանաչեի։ Թե ես ինչ խաղեր ես գլուխ չեմ անում, լուրջ եմ ասում, գլուխս արդեն սկսում է ցավել։ Կամ այդ մեկը ոնց է հայտնվել ավտովթարի պահին ու տարել երեխուն։ Այսինքն Կարմենին էլ է ճանաչել ու իմացել է, որ երեխեն քոնն է։ Ստեղ իմ ֆակտորն է։
Որովհետև կարային Ալիկեն զանգեին։ Բայց չէ։ Ինձ են ընտրել։ Լավ, Ինչ։ մի հատ абսուրդ միտք անցավ մտքովս։ Հետաքրքիր է ինչ միտք։ Չգիտեմ էլ ոնց ասեմ։ Կասես ինչ ես մտածում։ Այսօր մորդ հետ այգում զբոսնում էի։ Մեկ էլ ինքը ասեց, որ խորենին է տեսնում։ Չգիտեմ ոնց բացատրեմ։ Մամայի մոտ խորենին տեսնելը դա սովորական բան է արդեն։ Չէ, Վլադ, երբ որ ես շրջվեցի, իմ տեսադաշտում մի տղա տեսա, որի երկը երեխա կար։ Ինձ թվաց, Չէ, երևի։ Ճիշտ կանեիր, որ չբարձրաձայն էիր։ Վլադ, եթե խորենը մեզ շատ մոտ է, իսկապես երեխուն ինքն է տարել, ուրեմն Անհնարին բան ես ասում։ Չէ, Վլադ, կարող է լինել։ Կամ էլ չի լինի, արդեն ես էլ գլուխ չեմ անում։ Ոնց կարա խորենը մեզ այդքան մոտ լինի, եթե խորենին որդեգրել տարել եմ։ Տենց չի։ Ինի մեջ չի էլ ճանաչում։ Բայց մի քանի անգամ կասկածելի բան եմ տեսել։ Ինչ։ Չէ, դու ճիշտ ես։ Խորենը չէր կարող մեր մասին իմանալ։ Հա, տիկին Ջուլի, ոնց ես։ Գլուխդ հաճի պատտվում։ Բայց ես քեզ չեմ ճանաչում։ Պետք է չի որ ճանաչես։ Դու գոհեղի, որ եկել եմ ու ընկերակցում եմ քեզ։ Չնայած գժին ինչ ընկեր։ Բայց ես գիշ չեմ։ Գիշ ես, բա ինչ ես։ Չէ։ Լավ, գիշ չես, թող քո ասածը լինի։ Ուղղակի հոգոտ եմ խաղում։ Հա, որ դու եկար ձեռդ երեխա կար։ Ինչ եղավ այդ երեխան։ Իմ երեխային հանգիստող, լավ։ Դու երևի իմ նոր բուժքույրն ես։ Բուժքույր։ Ահա, այդ էր մնում։ Ես այս տան թագուհին եմ։ Ու շատ շուտով վերադառնալու եմ այս տուն։ Ուղղակի քո պատճառով Ադամը ինձ դուրս է հանել տնից, բայց այդ ժամանակավոր է։ Ես պիտի վերադառնամ ու շարունակեմ ապրել այս տանը։ Իսկ դու քեզ նայ, քեզ ոչ մեկ բանի տեղ չի դնում, քո մասին մոռացել եմ բոլորը։ Գիտես, քեզ բան ունեմ ասելու։ Դու գնա, դու վատն ես։ Վլադին ու խորենիս ասա թող գան ինձ մոտ, իսկ դու ինձ պետք չես։ Դե խելոք, որ քեզ մեծ ասեղով չսրսկե։ Տես ինչ լավ է։ Անուսել է, թե քո համար մանարի։ Լավ է, չէ՞։ Շուտ։ Ես չգիտեի։ Ոչ չգիտեի, ապեր։ Սա քաղաքը այդ մասին է խոսում։ Որ իմանայի Ալիկ, կգայի հիվանդանոց երեխին տեսության։ Ասում եմ չգիտեի։ Կարող է քեզնից եմ վախենում ու ասում եմ չեմ իմանում։ Ապեր ջան, ցավը տանեմ։ Ո՞վ է տենց բան ասում։ Հիմա ո՞նց է երեխին։ Հիմա լավ է, ապեր, կյանքի մտանք չի սպառնում։ Բայց թե ինչ կանի, երբ երեխու պահով իմանա, չգիտեմ։ Գոնե ինչ-որ քայլեր ձեռնարկել ես երեխուն գտնելու համար։ Վաղոց ցավը տանեմ։ Բայց հələ որ ձերնջում չկա։ Իսկ այդ Ադամը ինչա տեղում նստած չի էլ շարժվում, չէ՞։ Երևի դրանց էլ տենց մի բան էր պետք էլի մահանա երեխուց ազատվելու համար։ Տո նա մարդ չի այդ ցավը տանեմ, ռադարա դրան։ Իրան էլ իրան լակոտին էլ։ Տանեմ։ Քեզ ինչ էր եղել, այդ ինչ էիր ասում հազիվ ազատվեցի, հազիվ պրծեմ։ Մանաշտանորից ընկել հետևիցս։ Բայց այս անգամ մենակ ինձ չէ, Արամիկիս էլ աչքի տակ առել։ Ինչ ա ուզում, մի անգամ տարավ էլի։
Չհանգստացա։ Չի սպանել ապեր։ Արուն չի տեսել, որտից հանգստանա։ Հիմա հավատամ ասածներիդ, թե նենց ոչինչ գունազարդ ունես։ Ոչ ապեր։ Թե մի բար սուտ եմ ասում, այստեղ աշկիտ առաջ մեռնեմ։ Այսօր լիֆտում ուզում էր գլուխը սուտեր։ Ահա, շանունը տուր, փետվեկալ ձեռդ։ Դե պալաչնա տուր ինձ։ Չէ, պալաչը չի, Ադամնա։ Դե պատասխանի։ Դու վա դե որ պատասխանեմ։ Ալիկ, պատասխանի։ Լավ ապեր, մենակ քո խաթր։ Ալո։ Ալիկ ջան, այսօրվանից գլուխդ հանգիստ կարաս դնես բարձին։ Դու ես հայլ հանգիստ եմ գլուխս դնում բարձին։ Չէ, թորս քեզ չէր թողնում լավ հանգստանայիր։ Բայց քանի որ հիմա իմ թորը, իմ ժառանգը արդեն ինձ հետ է մեր տանը, դու լավ հանգիստ եղի։ Դու լսի Գյորգիչ, ոնց կարա երեխեն քո մոտ լինի։ Ինձ մոտ է Ալիկ, իմ թորը, իմ ժառանգը, ինձ մոտ է, ու դուք ընդհանրապես մոռացեք իր գոյության մասին։ Հա, ինչ է ասում, Ալիկ։ Գույնդ փախավար այդ ինչ է ասում դա։ Բարի օր, Ժանո։ Բարև։ Ոնց ես։ Լավ եմ։ Էլի եկար, էլի։ Ինչի։ Դիլխոր մարդ կա, որ եկել եմ։ Չէ, հա։ Այլ ինչ կա։ Մեր քերոտնա ուզում քեզ տեսնի։ Ուզում է թե տեսնի։ Հա, սպասում է քեզ։ Վայլխի է սպասում։ Ուզում է տենա, դու գա տենա։ Ջոգում ես, ինչ ես ասում։ Ես միշտ ջոգում եմ, ինչ եմ ասում, արա։ Ու եթե իրան դժվար է իմ մոտ գալը, ուրեմն դու ինձ տենալու ցանկությունից հրաժարվի։ Տենց էլ ասեմ քերոպին։ Ասում եմ, որ գնաս ասես, էլի։ Մեկը եւ չեմ դադարում մտածել, որ դու այստեղ ես։ Իմ ներքին ձայնն ինձ հուշում է, որ քեզ կարող եմ միայն այստեղ գտնել։ Դու այն հոգեվիճակում էիր, որ միայն այստեղ կգայիր։ Դու ինձ նման ես։ Կարող ես ցանկության դեպքում մարդկանց մեջ աննկատ մնալ, ինչի համար էլ քեզ ոչ ոք չի տեսել։ Ով է եղել մայրս։ Ոնց մտածում եմ, այս պատմության մեջ միակ ճշմարտախոսը այդ տականքն է։ Իրականում ճշմարտություն կար Արեգի խոսքերի մեջ։ Ես դավաճան եմ, երկակի դավաճան եմ։ Չպետք է ես առնուի վարորդ դառնայի։ Այդտեղից էլ սկսվեցին իմ մյուս բոլոր սխալները։ Սխալը սխալի ետևից, դավաճանություն դավաճանության ետևից։ Ադանայից փոխարեն ով էլ լիներ, ինչ չերների։ Լավ է գլուխ ես անում Ադամ գործից։ Մի քանի օրվա մեջ արդեն մի քանի խանութների հետ պայմանավորվածություն ես ձեռք բերել։ Ամեն ինչ անում եմ, որ դու գոհ լինես, Լեո ջան։ Մենք երկուսս գոհ պետք է մնանք, քանի որ սա քո աշխատանքն է։ Լեո, ես քեզ մի խնդրանք ունեմ։ Ադամ ջան, եթե կուզես ֆինանսապես օգնած լինեմ, հետ չքաշվես։ Չէ, ֆինանսից մի խոսի, ես ինձ անհարմար եմ զգում։ Պետք է անհարմար զգաս։ Չէ, ֆինանսի հարցով չեմ ուզում, որ օգնես։ Փառք Աստծո, այդ վիճակում չեմ, որ այդքան ֆինանսական խնդիրներ ունենամ։ Եթե կարիք ունենաս, առանց նեղվել, խնդրում եմ, դիմիր։ Շնորհակալ եմ, Լեո ջան, բայց հիմա խնդրանքս լրիվ ուրիշ է։ Ես ուզում եմ տղուս ու իր երեխուն ստեղից տանես լույս։ Ինչու՞։ Որ փրկես իրենց կյանքը։ Երկուսի կյանքն էլ հիմա մազից է կախված։ Չեմ հասկանում, խնդիրը այդքան լուրջ է։ Հա, Լեո ջան, եթե սանեկների տանես ընդեղ տիրություն անես, ես քեզնից անչափ շնորհակալ կլինեմ։ Իհարկե պետք է տանեմ, դա ինձ համար բացարձակ խնդիր չի։
Շատ շնորհակալ եմ ախպերս։ Երբ են ուզում մեկնել։ Եթե շատ շտապ է, նախքան իմ գնալը ճանապարհ դնենք։ Ես մի հատ Վլադիս հետ պիտի խոսեմ։ Չհասկացա, ասեցիր կորել է երեխեն, բայց ո՞նց ա եղել, որ ընկել է դրանց ձեռը։ Թե գաղափարում եմ ապել, դրա խոսալը, իմ ժառանգը իմ տանն է, կանաս մոռանաս երեխոմը։ Ասեիր հա, քու ասածն է, Ադամչով։ Մի հատ հիվանդանոցա մնացել ձեռին անել պետք է խլեմ, որ խելքը գլուխը գա։ Դու հարի ապել, դու հենց այդպես էլ արա, քանը թափի պեշտը դու խալի ձեռից այդ հիվանդանոցը։ Դու իմանա։ Դու չի ես կոտրված ապել, քեզ նման չես։ Ժանոին են բերդ գցել։ Են քո հալալին։ Հա, իմ հալալին, իմ շատ հալալ Ժանոին։ Ինչի համար ապել։ Սպանության։ Այդ յամանը դուրս եկավ, հա։ Ինքը չի սպանել։ Հանուն ինձ իրա վրա է վերցրել այդ սպանությունը։ Էդ ում սպանությունը ապել։ Ալիկ, դու իմ ախպերն ես, չէ՞։ Ես մենակ քո ախպերը չեմ, ցավը տանեմ։ Այ ես եմ, քո իսկական հալալը։ Դու պատրաստ ես հանուն ինձ մարդ սպանել, հանուն ինձ զրկվել քո ազատությունից, դու պատրաստ ես։ Ես էլ հարցեր ապեր։ Ինչ ես չեմ արել, քիչ բան եմ արել հանուն քեզ, ցավը տանեմ։ Դատավորինով սպանեց։ Արա սպասում էի ես քո այդ խոսքին, գիտես Ալիկ։ Այ։ Լավ է ապեր։ Բավական է, գլուխս պտտվում է, կանգար, չեմ դիմանում, շունչս կտրվում է։ Ախր որ կանգ առնեմ, ռիթմից կընկնես, սենց լավ է։ Վլադ, բարև Վլադ։ Ինչ գործ ունես մեր տանը, ու ինչ ես անում մորս կողքին։ Վլադ, ազատիր ինձ ես կնոջից։ Ինչ ես տենց ասում, հիմա Վլադը ինչ կմտածի։ Պարտադիր չի մերես ինձ ինչ-որ բան ասի, որ ես դրանից ելնելով ինչ-որ բան մտածեմ։ Ես լավ գիտեմ դու ինչ կարաս արած լինես, դուրս արի մեր տնից։ Վլադ, բայց ինչ ես այդքան կոպիտ։ Ախր ես մնացի մամայիդ մոտ, որ օգնեմ, որ մենակ չմնա։ Ես ձեր բացն էի լրացնում։ Հավատում եմ։ Քո ծառայությունների կարիքը այլևս չկա, հենց որ կարաս գնաս։ Իսկ կարող եմ գոնե երեխային տեսնել, սիրել։ Ես նրան համարը չեմ էլ տեսել։ Պարտադիր չի։ Կարաս գնաս, վերջ։ Ուսալինի վերջին դեպքը, որ քեզ տեսնեմ մորս կողքին։ Դե որ այդպես է, ես կգնամ կվերցնեմ իմ երեխային, այսինքն քրոջդ, ու կգնամ այս տնից։ Իդեպ չես կարոտել քրոջդ։ Հետաքրքիր բան է այդպես կատարվում։ Փոքր ողջորեկա։ Իզևի հանգիստ էի, անվախ, թքած ունեի։ Բայց այսօր չկա այդ հանգստությունը։ Այսօր եմ վախտվա պես անվախ չեմ, այսօր թքած չունեմ։ Տենաս ինչի։ Ես եմ թուլացել, թե… Լևիչուտ, բարի գալուստ։ Ինչ ասիր։ Լևը չի ասել, որ դու իրա ճուտն ես։ Իսկ դու ոնց որ ալը մանթը ես, Լևից։ Մի հատ էլ իրար արի այդ ճուտ։ Ինչի իրար գամ։ Կուտես բերը շախտվը, գեներալ։ Փաստորեն լավ էլ հիշում ես։ Պաստորեն լավ եմ հիշում։ Ոտերիս տակ եմ կծելու այդ ճուտը, հաշված օրեր են մնացել։ Կապրենք կտեսնենք։ Տեսնելը կտեսնենք,
Բայց ապրելը չես ապրելու։ Դու խստեղն ես, բայց մեկը թքած չունեմ ես իմ կյանքի վրա։ Ու Լևի անունը պետք է բարձր պահեմ։ Բայց այն ինչ գտել եմ չեմ ուզում կորցնել։ Ու մարդիկ բաժանվում են, այդ արդեն ցավ է։ Հա, ու այսքան ցավոտ չէր լինի Ժան, եթե մեր հարաբերություններն այսքան զարգացած չլինեին։ Ես դեռ այն ժամանակ պիտի վերջ տնեի մեր կապին, երբ գորից մասին իմացա։ Չեմ ուզում կորցնեմ քեզ։ Վլադ, էլ ինձ մենակ չթողնես։ Կներես մամ, ես քեզ խոսք եմ տալիս։ Նենց մարդ կգտնեմ, որը նորմալ հոգ կտանի քո մասին։ Տղես, գիտես, ես վախենում եմ։ Վախենում եմ թե այդ կնոջից, թե նորվա աղջկանից։ Երկուսն էլ ծիծաղում են ինձ վրա։ Որովհետև երկուսն էլ նույն անորակությունն են։ Ես էլ մտածում եմ, որ գոնե խորենս գա ինձ օգնի, փրկի, բայց ինքն էլ չեկավ։ Մամ, դու իսկապես տեսնում ես խորենին, թե քեզ թվում է, որ տեսնում ես։ Վլադ, խորենս ամեն օր է գալիս ինձ մոտ։ Մենք զրուցում ենք, նա շատ ջերմ խոսքեր է ինձ ասում, զբոսանքի է ինձ տանում։ Ինքը ես տուն եկել է։ Իսկ դու չես տեսել խորենին։ Չէ, ես որտեղ պետք է տեսած լինեի։ Գիտես, խորենս շատ լավն է, ուղղակի հրաշք է։ Դուք շատ եք նման։ Բայց գիտես, դու շատ լավ բան ասեցիր։ Մյուս անգամ, երբ խորենից տեսնեմ, անպայման հարցնելու եմ։ Ինչու է փախնում ես տնից։ Ինչու է վախենում։ Ինչի ոչ մի անգամ ես, դու, հայրդ, խորենը ճաշի չենք նստում։ Մաման այնքան համոզիչ է խոսում, որ արդեն ես էլ եմ սկսում հավատալ նրա գոյությանը։ Վլադ, իսկ այն փոքրիկը, որի հետ տուն մտար, ուր է նա, ուզում եմ գրկել, սիրել նրան։ Թորնիկդ քնած եմ, մամ ջան, հենց արտնանակը բերեմ կսիրես։ Ես շատ կուզենամ, որ խորենն էլ տեսնի քո երեխային։ Եթե արդեն չի տեսել։ Ինձ էլ ատարել, խփնվել եմ։ Приветик. Կարմեն, բաց աչքերով ես քնում։ Ես եմ Մարտանը, ու Մարդախելքս չեմ գցել, հիշողությունս էլ չեմ կորցրել։ Հա, հասկացա։ Դու դեղերի ազդեցության տակ ես։ Այս ոնց եղավ, որ հիշեցիր ու եկար։ Դե գիտես, ես միշտ էլ անհանգստացել եմ քեզ համար։ Իսկ երեխուտում մոտ ես թողել։ Ծանոթ մեկի մոտ։ Ուշադիր ինձ լսիր։ Երեխուտ ոչ մեկի մոտ չթողնես։ Կգողանան։ Ես ուզում եմ երեխուս տեսնել, բայց ոչ մեկ նրան չի բերում։ Բանն են, որ ես չգիտեմ ինչ է եղել իմ երեխուն։ Ու հիմա ես ուզում եմ իրան տեսնել, բայց ինձ բոլորը խաբում են։ Իսկ Մոնիկան ասաց, որ նրան գողացել են։ Ինչ ես խոսում, Կարմեն։ Դու կարող ես իմանաս ինչ է եղել իմ երեխուն։ Կարող ես իմանաս ու թաքուն ասես ինձ։ Դու էլ ինձ չխաբես, հա։ Բայց քո երեխան Վլադի մոտ է։ Հա, ես նրան այսօր Վլադի մոտ եմ տեսել։ Նույնիսկ ուզում էի սիրեի, չթողեց։ Մերոնք խաբել են, հա, ուրեմն ինձ թաքուն տվել են Վլադին ու ինչ չեն ասել, հա։ Ինձ թաքուն երեխուցս ազատվել են, հա։ Ճիշտն ասած, ես չգիտեմ ով է քո երեխային տվել Վլադին, բայց ես լուրջ այսօր տեսել եմ քո երեխային Վլադի մոտ, Վլադի գիրկը ու Վլադենց տանը։ Մամա!
Բարև ձեզ։ Բարև։ Ես մի բան եմ ուզում ճշտել։ Ձեր հաստատությունում կա ինչ-որ մեկը, որը 20 տարուց ավելի աշխատում է այստեղ։ Ինչի համար։ Ես մի քանի հարց ունեմ ճշտելու, պարզաբանելու, Արդյոք ինչ։ Դուք այդպես էլ չասեցիք, ինչ-որ մեկը կա այս հաստատությունում, որից ես կարող եմ այդ ամեն ինչը ճշտել։ Նման մեկը կանգնած է ձեր դիմաց։ Ես արդեն 27 տարի աշխատում եմ այստեղ։ Շատ ուրախ եմ։ Ինչ եք ուզում ճշտել։ Ես մի քանի հարցեր ունեմ ճշտելու, պարզաբանելու, բայց կարծում եմ այստեղ այդքան էլ հարմար տեղ չի։ Отец дорогой, ты мне жизнь подарил и свою на-на-на-на. Պապ ջան, ես հասել եմ արդեն։ Անդամամ յոլա էլի գնում ինչ ունեի, ինչ պարտադիր է։ Այ, տեսնես քո պես երեխա կա այս աշխարհում, թե մենակ դու ես, որ ինչ ունես համակերպվում ես դրա հետ։ Մամ, եթե ես մեր վիճակը գիտեմ, ու գիտեմ, որ չենք կարա, ինչի անիմաստ ուզեմ։ Արա հնդոն արա։ Արա մեր հնդոն արա։ Որես արև։ Հնդո! Հնդո, բարի օր աղբեր ես։ Արա, բայց շատ անշնորհք տեղա դուս եկար էլի։ Արա, փողոցն անցնում ես մի հատ բարևել չես տալի, ես էլ ասի գամ օգնեմ ձեզ Փիլակյան բան իջացնեմ, այ աղբեր ջան։ Դու ավելի լավա քեզ օգնի, արա։ Իմիջայլոց տղայիս անունը Հենրիկ չի։ Մի խառնվի դու։ Հաբա մորքուր ջան, դրա համար էլ ասում եմ էլի հնդո։ Չնայած ձեզ ասեմ, քերակին ջան։ Իրոք էլի մի խառնվեք, թե չկարողամ արդես մի երկու բան նենց չասեմ, տղու դուրը չգա։ Արե դու մորը պիտի մի բան ինչ ասես։ Վայ, հնդո ջան, իջի վրից ես աղբեր, արա։ Սոս։ Թողել։ Սոս։ Այս կողմանի դու սրա հետ գործ չունես։ Ճմրտ իրարա։ Համել մաման ճիշտ է ասում։ Բալիկ ջան, քեզի խելոք պայի, հանդարտ պայի մի քիչ, արա։ Մամ, դու գնա, ես կգամ։ Ես առանց քեզ ոչ միտեղ չեմ գնա առաջընկի։ Իսկ մաման գիտի, որ իր տղեն ղզիկի մեկն է, այդքան չկա, որ տղամարդու պես կռի։ Սոս։ Արի տենան կամ այդքան թե չէ, արա։ Սոս։ Ինչ կապ ունես դու օրս հետ, արա, ինչ կապ ունես օրս հետ։ Քեզ ինչ։ Դու մի խառնվի։ Մորս հետ հարգանքով խոսակ գործած կկտրե բարա։ Արա մորը դասիվը պայելու բախտ, դա արա։ Կարանք իմանանք ես ինչ արշի բա։ Ձեր լակոտից հարցրեք։ Բերանդ նորմալ բացի, արա։ Դու էլ։ Ինչի հոպար ջան։ Բերանդ չափավոր բացարա ու հարգանքով խոսի մարդկանց հետ։ Սրանց հետ։ Սրանց չէ, մարդկանց հետ հարգանքով խոսի։ Նորա դու որ կդվերցու գնա։ Մենք կգնանք։ Բայց դու լակոտից սանձերը հավաքի։ Թե չէ կարողա վատ լինի լակոտիդ համար։ Պապա ջան, օպար ջան, չեք տենում այս լակոտի խոսալը։ Ես ուզում եմ դիպը սրանց սատկացնեմ այս ուռոդը։ Բերանը փակի Արամիկ, ու մյուս անգամ որ հանդիպես ես մարդկանց, հարգանքով կբարևես ու կանցնես։ Եղավ արա։ Օպար ջան, բայց իրանք այդքան կան, որ ես իրանց բարևեմ։ Հա, կան։ Իրանք այդքան կան ու քեզանից էլ ավելի։ Օպար լավ էլի, օպար։ Գնա նստե ավտոն։ Չէ մնա։ Ինչի համար լավ։ Տղետ վերջապես պիտի սովորի մարդկանց հարգել, թե չէ։ Պիտի հասկանա ոնց է պետք վարվել մարդկանց հետ։ Ես ավելի լավա գնամ նստեմ ավտոս։ Գնացինք մամ։ Մնացեք։
Արամիկ, դու գիտես Սոսովը։ Հորդ տղեն է։ Քո աղբերն է, Արամիկ։ Պիտի կարողանաս հարգել աղբորը։